Տրադիցիոն տեսեք, արտաքին առևտրաշրջանառության տեսանկյունից մենք միշտ մեզ համար պատրաստի արտադրանքի արտանելի շուկան միշտ եղել է Ռուսաստանը, որովհետև Եվրոպան եւ Միացյալ Նահանգները զարգացած երկրներ ունեն ավելի բարձր ստանդարտներ եւ այդտեղ մուտք գործելը բավականին բարդ է լինում, ասենք Հայաստանը ինչ է հիմնականում արտահանում Եթե 20 ապրանքախմբերով մենք նայում ենք, հիմնականում մեծ մասը դա եթե հումքը դնում ենք մի կողմ, ասենք պղնձի եւ պղնձի հանքաքարը, կոնցենտրատը կամ մետաղական արտադրանքները եթե դնենք մի կողմ, հիմնական իր արտադրանքները դրանք պատրաստի սնունդն է Դրա մեջ մտնում է նաև ծխախոտ, այդ ծխախոտը մենք ունենք որոշակի դիվերսիֆիկացիա եւ գյուղատնտեսական ապրանքներն են։ Հիմնական շուկան, որտեղ որ ստանդարտներին քիչ թե շատ բավարարում են կամ այդքան կոշը, դա ԵԱՏՄ շուկան է, հանձնած Ռուսաստանի շուկան։ Ի տարբերություն Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների այդ պատրաստի արտադրանք հիմնականում այստեղ է գնում։ Շատ քիչ ծավալներով գնում է դեպի Եվրոպա եւ Միացյալ Նահանգներ կշիռներով եթե նայենք մեր արտահանման միջին հաշվը մոտ 30-40% միշտ գնացել է դեպի Ռուսաստան ներառյալ ես նկատի ունեմ նաև հանքահունքային ապրանքներն է եթե մեջը ներառում ենք ամեն դեպքում ամբողջ արտահանման 30-40% միշտ գնացել է Ռուսաստան ներմուծման տեսանկյունից գիտենք որ եւս մեծ կախվածություն կա Ռուսաստանից շատ ավելի մեծ է մեր կախվածությունը քան արտահանման տեսանկյունից որովհետեւ մենք նաև ներմուծում ենք էներգակիր ապրանքատեսակներ, հա, գազ, ունենք նաև որոշակի նավթամթերքներ եւ այլն, հա, եւ այդ տեսանկյունից եւս մեր համար կարեւոր շուկա եւ առևտրային գործընկերը Ռուսաստանն է 22 թվականին մեզ մոտ կարծես թե նոր հնարավորություն բացվեց եւ Ռուսաստանը կարծես թե ավելի իր դերը ամրացրեց եթե ընդհանուր ապրանքաշրջանառության մասով ասենք նույնիսկ տարիներ են եղել որ մինչև 50-60% մենք ունեցել ենք արտաքին ապրանքաշրջանառության մասնաբաժին Ռուսաստանի հետ այսօրվա դրությամբ եթե նայում ենք 2025 թվականի հունվար-նոյեմբեր ապրանքաշրջանառությունը մոտ 55-56%-ը բաժին են գնում Ռուսաստանից նույնիսկ այդ վերարտահանումը որը որ 2022 թվականից սկսվեց այլ երկրներից դեպի Ռուսաստան, հետո Ռուսաստանից մեր երկրով դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ, Չինաստան, Հոնկոնգ, այս ուղղությունները էական բարձրացրեցին Ռուսաստանի տնտեսական դերը մեր տնտեսության մեջ։ Իհարկե դիվերսիֆիկացիան միշտ էլ ցանկալի է, դες անկեղծ ասեմ, միշտ էլ որքան երկրի տնտեսությունը ավելի դիվերսիֆիկացված է, արտահանում ավելի դիվերսիֆիկացված է, այնքան դու ավելի քիչ կախվածություն ունես մեկ երկրից։ Մեկ երկրից կախվածությունը միշտ էլ խոցելի է դարձնում քո տնտեսությունը, բայց այնուամենայնիվ փաստը մեզ մոտ մնում է փաստ, որ առայժմ Ռուսաստանը իր տնտեսական դերակատարությունով մեծ կշիռ ունի մեր տնտեսական կյանքում։ Երկրորդ ուղղությունը, որ Ռուսաստանի դերը մեզ մոտ կարևորում է, դա տրանսֆերտներն են։ Հա մենք տարեկան շուրջ 1 միլիարդ դոլարի ոչ առևտրային բնույթի փոխանցումներ ենք ունենում ֆիզիկական անձանց գծով, ու դինամիկան էլ եթե նայում ենք, ամենամեծ պիկը մեզ մոտ եղել է 22 թվականին, դա էլի հասկանալի պատճառներով, որովհետև Ուկրաինա-Ռուսաստան հակամարտության դա մեկնարկն էր, բավականին մեծ գումարներ փոխանցվեցին ֆիզիկական անձանց գծով, այդ թվում նաև ոչ ռեզիդենտներից դեպի Հայաստան։ Հետո սկսեց այդ գումարները այդ տեմպը մարել, բայց 25 թվականին արդեն մենք նորից ունենում ենք կարծես թե ֆիզիկական անձանց գծով ոչ առևտրային բնույթի փոխանցումների աճ։ Իսկ հիմնական այդ շուկան, որտեղից որ փոխանցում են դեպի Հայաստան, դա Ռուսաստանն է։ Որքան էլ մենք գիտեք փորձենք ջանքեր գործադրել, իհարկե ցանկությունն էլ ջանքերը լավ են, բայց տարբեր հանգամանքների բերումով, թե լեզվի բարդույթով, թե կապերով, թե մեր դիասպորայով, այսինքն մեր սփյուռքով Ռուսաստանը գերակշիռ դեր է գրավում ամբողջ աշխարհում, որտեղ սփյուռքով այսօր արդեն ավելի մեծ սփյուռք ունենք մենք Ռուսաստանում, քան թե նույնիսկ Միացյալ Նահանգներում, հա, որը որ միշտ տրադիցիոն եղել է մեր մոտ սփյուռքի ամենամեծ կենտրոնը։ Եվ այդ տեսանկյունից այդ բոլոր գործոնները նպաստում են, որ քո աշխատուժի արտագնաց
կան, որպես այդպեսին դիտվի Ռուսաստանը։ Դրա համար այդ 1 միլիարդի գերակշիռ մասը նորից էլի բաժին է ընկնում Ռուսաստանին։ Մենք ունենք երրորդ ուղղությունը, դա ներդրումներն էր, որ ռուսական կապիտալը հիմնականում Հայաստանում էր ամենամեծ կշիռնումներ, չնայած վերջի ժամանակները արդեն սկսում են նահանջել, մենք տեսնում ենք, որ ռուսական ընկերությունները կամաց-կամաց լքում են մեր տնտեսությունը եւ նաեւ կառավարության գործողություններով էլ է դա պայմանավորված, կան նաեւ տարբեր տեսակետներ շրջանառվում են, որ այն հեծի հետ կապված այս ոտնձգությունը կառավարության կողմից, եթե օրինակ Սամվել Կարապետյանը ենթադրենք լիներ Միացյալ Նահանգների քաղաքացի եւ այնտեղին ներդրող, դժվար թե կառավարությունը հանդգներ այդպիսի գործողություններ կատարեն, սա եւս տեսակետներ, որը ապրելու իրավունք ունի, դա նետվել են ասպարեզ տարբեր վերլուծաբանների կողմից, դրա մեջ ճշմարտացիության եզր եւս կա։ Եվ հիմա որ ամփոփենք, տեսեք, մենք Ռուսաստանից մի քանի ուղղություններով են կախված, դա առևտրային մեր հոսքերն են, դա տրանսֆերտներն են, դա էներգիակիրներն են, որը առայժմ ստանում ենք Ռուսաստանից եւ ներդրումները։ Ներդրումների մասով մենք կարծես թե նահանջ ունենում ենք, առևտրային հոսքերի տեսանկյունից մենք դեռևս Ռուսաստանը մեզ մոտ գերակշիռը եւ ամենակամեծ խաղացողն է, տրանսֆերտների տեսանկյունից կարծես թե փոխարինող այլ շուկա դեռևս մենք չունենք, էներգակիրների մասով իհարկե կառավարության գործողությունները կարծես թե ուղղված է, որ նոր աղբյուր մենք ունենանք։ Գիտեք, լավ լուրը նա է, որ միշտ եթե ունես դու ավելի դիվերսիֆիկացված կախվածություն էներգետիկայի առումով տարբեր երկրներից, այնքան դու ավելի դիմադրողականությունդ եւ տնտեսությանդ ներուժը ավելի մեծացնում ես։ Առաջի տեսանկյունից տեսականորեն սա ճիշտ է։ Ուղղակի հարց է առաջանում, թե ում հետ, որ երկրի հետ, հա։ Եվ այստեղ մենք տեսնում ենք հստակ ուրվագից դեպի Ադրբեջան եւ դեպի Թուրքիա։ Այսինքն ռուսական կախվածության փոխարինում դեպի Թուրքիա եւ Ադրբեջան եւ դրա մասին էլ կառավարության ղեկավարը շատ բաց ասաց, որ այո, մենք ինտեգրվելու ենք Ադրբեջանի հետ։ Ադրբեջանի հետ այստեղ արդեն պետք է մտածել մի երկիր, որ հանրության գերակշիռ մասը հարցումների արդյունքով հայկական հասարակությանը դիտում է որպես թշնամի, հանրություն, ես չեմ ասում դեռևս պետական պրոպագանդան, հասկանում եք, ես դեռ հասարակության ընկալման մասին եմ ասում, հասարակություն, որը որ իր մեջ սերմանված է, որ Հայաստանը դա իրենց տարածքն է եւ դա արևմտյան տարածքն է եւ դրան մենք գումարում ենք նաեւ ադրբեջանական պրոպագանդան եւ գործողություններն ու քաղաքականությունը, հա, այն ինչ որ անում են։ Գիտեք, ես պրագմատիկ մարդ եմ, ոչ թե շշուկներով կամ ինձ համար շատ կարեւոր են գործողությունները եւ ոչ թե խոսքերը։ Խոսքը ոչինչ է, եթե հետեւը չի հետեւում գործողություններից։ Մենք այսօր տեսնում ենք, որ Ալիևի վարչակազմը հստակ ինքը իր նպատակի հետևից գնում է, այսինքն այն ինչ որ ինքը հայտարարել է եւ մեր ներքին կառավարությունը փորձում է դա ներկայացնել, որ ներքին լսարանի համար է։ Խոսքը վերաբերում է արևմտյան Ադրբեջանի մասին, խոսքը վերաբերում է, որ Հայաստանի տարածքը լիարժեք ադրբեջանական տարածք է եղել եւ այլ, նա հստակ իր գործողություններով այդ ուղղությունը տանում է եւ դա է փաստում եւ այնտեղ հանրային ֆինանսներով սնվող պետական կամ կվազի պետական, այսպես ասած, լրատվական միջոցները, այդ թվում որոնք որ պրոպագանդում է շարունակում եւ դրա մասին միջայլոց կարելի է իմանալ ուղղակի զուտ Google-ին մի քանի հետ հարց տալով դու կտեսնես, թե ասենք ինչ է գնում եւ դա երբ որ համադրում ես ընդհանուր գործարքների հետ, ամենը շատ պարզ է դառնում, որ իրականում կարծես թե այդքան է ճշմարտացի չէ, որ մենք գնում ենք դեպի լիարժեք խաղաղություն, որտեղ խաղաղությունը դա բալանսային գործընթաց է, երբ որ բալանսավորված է երկուսի շահերից, երբ որ մեկի շահը գործընթաց գերակա է, այդտեղ ոչ թե խաղաղություն է, այդտեղ փափուկ ուժով կլանում է։ Եվ այդ տեսանկյունից, երբ որ նայում ենք, որ կառավարությունը հակված է դիվերսիֆիկացնել, հարց է առաջանում, թե ինչ գնով։
որն է այն գինը, որը հայկական հասարակությունը վճարելու է, որովհետև պատկերացրեք, որ դու քո հարևանի հետ, քո հարևանի ամբողջ ընտանիքը քո ընտանիքին նայում է որպես թշնամի, եւ դու քո բնակարան մուտք գործելու դուռը բացում ես հարևանի տարածքով։ Ակնհայտ է, չէ՞, որ մի չարաճճիություն անես, բնականաբար այդ դուռը փակելու է։ Եվ այս տեսանկյունից արդեն որոշակի վտանգներ տնտեսական նաև տեսանկյունից պետք է համեմատության մեջ նայենք։ Եվ համեմատությունը հետևյալն է. լինել կախվածություն ունենալ Ռուսաստանի տնտեսությունից, որը քիչ թե շատ ավելի տոլերանտ է, թե ունենաս դիվերսիֆիկացիա, բայց դրա մեծ մասը կամ մի մասը դու կախված լինես մեկ երկրից, որը որ քեզ դիտում է որպես թշնամի։ Հարցը սրա մեջ է։ Եվ այդ տեսանկյունից ապագայի հեռանկարի առումով, եթե տնտեսական ենք զուտ նայում, եթե մի պահ մտածենք, որ Ադրբեջանի ձեռքում է հայտնվում բացի քաղաքական դիվիդենդներից եւ ռազմական դիվիդենդներից նաեւ տնտեսական գործիքները, քո տնտեսությունը ճնշելու կամ գործողություններ կատարելու արդեն այդտեղ ռիսկերը ավելի մեծանում են։